Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 4 Նրանց պիտի պարկեցնեմ ապահովությամբ։ Այո, սրբերը պետք է խաղաղություն ունենան։ Այն հատվածը, որտեղից վերցված է այս օրհնյալ խոսքը, խոսում է խաղաղության մասին դաշտի գազանների, երկնքի թռչունների և երկրի սողունների հետ։ Սա խաղաղություն է երկրային թշնամիների, խորհրդավոր չարիքների և մանր նյարդայնացնող բաների հետ։ Այս բոլորից յուրաքանչյուրը կարող է խանգարել մեր հանգստին, բայց ոչ մեկը դրանցից դա չի անի։ Տերը լիովին կոչնչացնի իր ժողովրդին սպառնացող ամեն ինչ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի կոտրեմ երկրից։ Խաղաղությունը իսկապես լիարժեք կլինի, երբ անհանգստություն առաջացնող բոլոր գործիքները փշրվեն։ Այս խաղաղության հետ կգա հանգիստը, նա իր սիրելիներին քուն է տալիս։ Ամբողջապես ապահովված և աստվածային կերպով խաղաղված հավատացյալները պառկում են հանգիստ հանգրվանում։ Այս հանգիստը անվտանգ կլինի։ Մեկ բան է պառկելը, բայց բոլորովին այլ բան ապահով պառկելը։ Մենք բերվել ենք խոստացված երկիր, Հոր տուն, սիրո բնակավայր, Քրիստոսի գիրկը, և հիմա մենք անկասկած կարող ենք ապահով պառկել։ Հավատացյալի համար ավելի անվտանգ է խաղաղությամբ պառկել, քան նստել և անհանգստանալ։ Նա ինձ պառկեցնում է կանաչ արոտավայրերում։ Մենք չենք հանգստանա, մինչև Մխիթարիչը մեզ չպառկեցնի։